ընդ որում բերքարատի կերպարվեստի տեխնոլոգիայի դասատուներ մեզ ասում էր, դե դասերը չեն կարել, կիսատ ենք թողել, որովհետև եկել ենք մեր արևին տեսնենք։ Դուք արմատախիլ չեք արել դա, որովհետև այս անգամ արևը, լուսինը եւ բնական բոլոր երևույթները դուք եք։ Եվ կան բաներ, որոնք դուք ասել եք, բայց եթե հիմա կներեք ատրճանակ պահեն ձեր ճակատին, դուք նույնը չեք կրկնի, ինչ էլ որ լինի։ Ես հասկանում եմ, որ կյանքը փոխվել է, բայց օրինակ դուք մեզ ասել եք սա։ Միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում է։ Ինչ է կարողացած դրել։ Չեմ հասցնում դրել ինչ։ Ադրբեջանա-թուրքական հրոսակախմբերի մասին է։ Հա, ինչ։ Նրանց նպատակը հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է։ Եվ նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը։ Լսում եմ, ուզում եմ հասկանալ ինչ եք ուզում ասել եւ Այստեղ ասում եք, որ ադրբեջանա-թուրքական հրոսակախմբերի նպատակը մեզ բնաջնջել, նա ցեղասպանել, նա նրանք այնպես չի, որ Արցախով բավարարվելու են եւ կշտանալու են։ Հիմա մեզ դրիվ հակառակն եք ասում, մեզ ասում եք, որ նրանք խաղաղություն են ուզում, նրանք ուզում եք համոզել, որ մեզ իրենք իսկապես խաղաղություն են ուզում։ Դուք ձեր ո՞ր ասածին եք հավատում, այն ասածին, թե այս ասածին։ Եվ մի հաջորդ հարցն է, ձեր կրծքանշանի ասնիվ չի, տենց ասենք կես ժամ հարց եք տալիս, ես հիմա ոնց եմ պատասխանելու։ Որ չընդհատեք, այդ մի հարցն էլ արագ կտամ կպատասխանի։ Ձեր կրծքանշանի հետ կապված 2023-ին դուք այդ կրծքանշանի չափսերով կադաստրի վկայականն էիք փնտրում, ասում եք Հայաստանի Հանրապետությունը չունի կադաստրի վկայական եւ ու քանի որ չունենք այդ թուղթը, ցանկացած պետություն կարող է գալ, որոշ պետություններ կան, մեզ ասել ձեր վեշերը հավաքեք եւ դուրս եկեք այստեղից, պիտի հանենք, ցույց տանք այդ կադաստրի վկայականը։ Հիմա հարց գտել եք այդ կադաստրի վկայականը ի վերջո կա թե չէ, թե հետո կարող է պարզվել, որ Հայաստանի Հանրապետությունը ինչ որ ինքնակամ շինություն է ու կարող է քանդվել նաեւ։ Շնորհակալություն։ Զարմանալի է, գիտեք, ոնց որ Հայաստանի Հանրապետությունում չեք եղել այդ բանից հետո, ասենք ուրիշ տեղ եք եղել, նոր եք եկել։ Բա չեք լսել։ Չեք լսել, որ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվել եւ երկու երկրներում վավերացրել եւ երկու երկրներում ունի պարտադիր իրավական ուժ։ Այո, հետա։ Բայց չեք Մենք ենք մեր կադաստրի թուղթ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման մասին է։ Եվ այդ ժամանակ երբ որ ես խոսում եի Հայաստանը ոչնչացնելու մտադրության մասին, այո, ես խոսում եի այդ մտադրության մասին եւ համոզված եի այդ մտադրության մասին խոսում եւ հենց այդ ժամանակա, որ ես հասկացա, որ մենք կոնցեպտուալ սխալ ունենք, որ մենք մտածում ենք, հեսա ուրիշ մեկը գալու է մեզ պաշտպանի այդ վտանգից։ Եվ այդտեղ է, որ մեր քաղաքական ամբողջ բանաձևերը փոխվեց եւ մենք հասկացանք, որ մենք պետք է այդ հարցերը լուծենք։